Հայաստանի Հանրապետությունը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը։ Բելարուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումի հեռավար ելույթում հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը կառավարության համոզմունքն է արտահայտել, որ հենց թվայնացումն է նոր հնարավորություններ բացում տնտեսությունում, պետական կառավարման համակարգում եւ սոցիալական ոլորտում։ Ներկայացրել է այս ուղղությամբ կատարված քայլերը։ Հայաստանում արդեն ներդրվել է գերատեսչությունների փոխգործակցության ճարտարապետություն, ինչի շնորհիվ պետական մարմինները չեն կրկնօրինակում տեղեկատվությունը, այլ ապահովված կապի ալիքների միջոցով հասանելիություն են ստանում սկզբնաղբյուրներին։ Դա հնարավորություն է տվել ստեղծել թվային ծառայություններ, որոնք ծառայությունների մատուցման բոլոր փուլերը միավորում են մեկ միասնական, թափանցիկ եւ օգտագործողի համար հարմար գործընթացի մեջ։ Այսպիսի մոտեցումը նոր հնարավորություններ է բացում միասնական թվային միջավայր ձևավորելու համար։ Այսօր Հայաստանը մի երկիր է, որն առաջարկում է բարդ կոմպլեքսային տեխնոլոգիական լուծումներ ու ծառայություններ։ Հայաստանում ընթանում են համակարգված աշխատանքներ թվայնացման ուղղությամբ, կատարելագործում են էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարձրանում է քաղաքացիների թվային գրագիտությունը, մշակվում են ժամանակակից կիբերանվտանգության մեխանիզմներ, ներկայացրել է երկրի ղեկավարը։ NVIDIA-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու վերջերս ընդունված որոշումը հաստատում է, որ նույնիսկ փոքր երկրները, որոնք ունեն հավակնություններ եւ տեխնիկական հասունություն, կարող են նշանակալի դեր խաղալ համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգում։ Ազգային մակարդակում Հայաստանն արդեն ներդրումներ է կատարում մեքենայական ուսուցման, մեծ տվյալների եւ կոգնիտիվ տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստման, արհեստական բանականության լուծումների փորձարկման տեղական սանդբոքսներ ստեղծելու եւ կարգավորող շրջանակ ձևավորելու գործում հաշվի առնելով էթիկական սկզբունքներն ու տվյալների պաշտպանության մեխանիզմները, որոնք ապահովում են տվյալների նկատմամբ երաշխավորված վստահություն, պարզեցնում ընթացակարգերը եւ բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը քաղաքացիների եւ բիզնեսի համար։ Նա համոզմունք է հայտնել, որ ստեղծված եւ ձևավորման փուլում գտնվող տեխնոլոգիական հարթակները հիմք կհանդիսանան արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտներում նորարարական ճյուղերի ձևավորման համար։ Այսօրվա նորարարական լուծումներն ու արհեստական բանականությունը նոր հնարավորություններ են ստեղծում, թույլ տալով արմատապես փոխել կառավարման փիլիսոփայությունը։ Վարչապետը նաև ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը թվային օրակարգերի վերաբերյալ։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս թվային օրակարգին մասնակցությանը, թվային փոխակերպումը դիտարկելով որպես խոչընդոտների վերացման եւ փոխադարձ առևտրում թափանցիկության բարձրացման գործիք։ Մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս մաքսային ոլորտի թվայնացմանը որպես վստահության տարածք ստեղծելու հիմք Հայաստանի համար, որը չունի ընդհանուր սահմաններ ԵԱՏՄ մյուս երկրների հետ, մաքսային, լոգիստիկ եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը դառնում է հատկապես արդիական։ Հայաստանը բաց է անդրսահմանային հարթակների եւ փորձարարական նախագծերի մշակման համար, որոնք թույլ կտան մեզ բոլորիս ոչ միայն ներդնել առկա տեխնոլոգիաները, այլև մշակել մեր սեփական հետաքրքիր եւ արդյունավետ լուծումները, ամփոփել է Փաշինյանը։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։